Եթերում Պաշտպանության նախարարության Զինուշ հեռուստածրագրի Զորակոչ 2017 հատուկ թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Տարածքային զինկոմիսարիատներում շարունակվում է 2017 թվականի առաջին Զորակոչի զորակոչիկների բուժզննման գործընթացը։ Ինչ փոփոխություններ են նախատեսված 2017 թվականի Զորակոչի շրջանակում։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովն այս շաբաթ աշխատանքային այցով եղել է Աշտարակի տարածքային զինկոմիսարիատում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Մանուկյանը պատվով է կատարել իր սահմանադրական պարտքը։ Այժմ այս եւ մյուս թեմաների մասին առավել մանրամասն եւ այսպես ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներից օրեր անց կմեկնարկի 2017 թվականի ձմեռային զորակոչը։ Մի գործընթաց, որի շրջանակում ազգային բանակը համալրվում է հայրենիքի նորօրյա պաշտպաններով։ Տարին երկու անգամ ազգային բանակը համալրվում է հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխով։ Տարին երկու անգամ զինված ուժերում մեկնարկում է երիտասարդ մարտիկի պատրաստության գործընթացը, որի շրջանակում նորակոչիկները սերտում են զինվորական գործի այբուբենը, հարմարվում բանակային կյանքի կանոնակարգված առօրյային։ Այնուհետև նորակոչիկի ծառայության հանդիսավոր պահն է, երթման արարողությունը։ Երթվելով անձնվիրաբար ծառայել հայրենիքին, նորակոչիկների համար սկսվում է բանակային կյանքի նոր փուլը, բաղկացած մարտավարամասնագիտական հմտությունների յուրացման գործընթացից, մարտավարաշարային պարապմունքներից, դաշտային ու ճամբարային հավաքներից եւ այլ ստուգատեսներից։ Զինծառայողների մարտունակության բարձրացման միտված այդ միջոցառումների համալիրը ըստ էության մի դարբնոց է, որտեղ թրծում, կոփվում, ամրանում ու առնականանում է երիտասարդ զինծառայողը, հայրենիքի նորօրյա պաշտպանը։ Արդեն ոչ թե որպես նորակոչիկներ, այլ որպես հայրենի եզերքի նվիրյալ ու մարտունակ ռազմիկներ։ Նրանք իրենց ծառայությունը շարունակում են մարտական հենակետերում, ապահովելով մեր պետականության անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղարարումը։ Ինչ խոսք, ժամկետային պարտադիր զինծառայությունը ոչ միայն յուրաքանչյուր երիտասարդի սահմանադրական պարտքն է, այլև իր հայրենասիրության, հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ տածած սիրո արտահայտություն։ Եվ անշուշտ, յուրաքանչյուր զորակոչիկ քաջ գիտակցում է, ինքն էլ իր անմնացորդ ներդրումը պետք է ունենա հայրենիքի անվտանգության ապահովման գործում։ Այս օրերին Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներում ընթանում են զորակոչիկների բուժզննման եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման գործընթացները։ Մեր նկարանող խումբը եղել է Շենգավիթի եւ Նոր-Նորքի տարածքային զինկոմիսարիատներում։ Ընդամենը մի քանի շաբաթից Հանրապետությունում կմեկնարկի ձմեռային զորակոչը, հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը կզորակոչվի ազգային բանակ։ Գործընթացի թափանցիկությունն ապահովելու եւ այն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով այս օրերին Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներում ընթանում են նախապատրաստական ակտիվ աշխատանքներ։ Մեկ մարդու պես կազմու պատրաստ առավոտյան ժամը 9-ին զինակոչիկները ներկայացել են զինկոմիսարիատ բուժզննում անցնելու համար։ Հետազոտությունները մեկ անգամյա չեն, այլ պարբերաբար են։ Դրանց հիման վրա է որոշվում զինակոչիկի ծառայության պիտանելիության աստիճանը։ Ž K N K I Ունես աչքերից։ Զորակոչիկները բարեխեղճորեն ներկայանում են մեր կանչերին ներկայանում են, անցնում են բժշկական հանձնաժողով, նրանց հետ կատարում է բոլոր համապատասխան աշխատանքները զորակոչի նախապատրաստական փուլի պլանի համաձայն։ Զորակոչային բուժհանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր տեղում է։ Բժիշկները լսում են տղաների առողջական վիճակին վերաբերող գանգատները, հարցեր տալիս, համապատասխան նշումներ կատարում նրանց անձնական գործերում։ Այստեղ մանրուքներ չկան, վստահեցնում են մասնագետները։ Անհրաժեշտության դեպքում զինակոչիկը ուղարկվում է մասնագիտացված բուժհաստատություն լրացուցիչ հետազոտման։ Այստեղ թիմային աշխատանք է, բոլոր բժիշկները ընդգրկված, շատ լարված այդ գործի վրա է։ Միասնական մի գործ է, որ մենք անում ենք միասին, երեխան առողջ է, պետք է ծառայի, հիվանդ է, պետք է հետազոտվի։ Խնդիրներ չունենք, բոլոր զինակոչիկները ներկայանում են, չեն ներկայանում են անձինք, ովքեր որ վաղուց ի վեր արդեն բացակայում են Հայաստանի Հանրապետությունից, ծանոթագրեր են ուղարկվում թե զանգով, թե պոչտայով, բոլորը ներկայանում են։
Զորակոչային բաժանմունքի պետ փոխգնդապետ Սուրեն Մեջլումյանի ձեռքում զինակոչիկների անձնական գործերն են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Առաջին էջից մինչև վերջինը զորակոչային բաժանմունքի պետը թերթում է, ուսումնասիրում, հերթով կանչում զինակոչիկներին, զրուցում նրանց հետ, հետաքրքրվում ընտանեկան սոցիալական վիճակով։ Հոգատար ու սրտացավ վերաբերմունքը բոլորի նկատմամբ է, սակայն ամեն մի զորակոչիկ պահանջում է անհատական մոտեցում։ Կան զինակոչիկներ, որոնք որ գանգատներ են ներկայացնում, կան զինակոչիկներ, որ ընդհանրապես գանգատներ չեն ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ պիտանի են, մինչև չստուգվեն, չընթարկվեն ստուգման մեր հանձնաժողովի կողմից։ Հոգեբանական վիճակը շատ բարձր է, պատրաստ են, ներկայանում են առանց խնդիրների բարձր տրամադրությունով։ Ահա եւ հերթական զինակոչիկը Բագրատ Ալավերդյանը ազգային բանակում ծառայելու մեծ ցանկությամբ ու հաստատակամությամբ ֆինանսատնտեսական քոլեջի սանը զինկոմիսարիատ է ներկայացել առաջին իսկ ծանուցման դեպքում։ Որևէ հիվանդություն, ուշագնացություն։ Հերթական փորձությունը եւս հաղթահարված է։ Ակնաբուժից ու հոգեբուժից մինչև սրտաբան ու նյարդաբան։ Գանգատներ չկան, սակայն բուժզննումը պարտադիր է։ Հետազոտությունները տարբեր են, բժիշկների հարցերը բազմաթիվ, սակայն նույնն է բուժհանձնաժողովի մասնագետների եզրակացությունը։ Զինակոչիկ Ալավերդյանը առողջական խնդիրներ չունի, պիտանի է զինվորական ծառայության։ Պատրաստ ես մեկնելու ծառայության։ Իմ կարծիքով բանակում ծառայելը ոչ միայն սահմանադրական պարտք է, այլև յուրաքանչյուր հայ տղայի համար պատվի խնդիր է։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ բանակը ինչ դեր նշանակություն ունի յուրաքանչյուր հայ տղայի կյանքում, եւ ինքս էլ մեծ ուրախությամբ, ոգևորվածությամբ պատրաստ եմ գնալու ծառայության։ Տեսախցիկից այն կողմ Բագրատի խոսքերը վերահաստատում են նաև մյուս զինակոչիկները։ Բոլորն են գիտակցում, առանց բանակի չի կարող լինել ազատ ու անկախ հայրենիք։ Ուստի պետք է ժամանակին գնալ ծառայության, պատվով ծառայել եւ վերադառնալ ընտանիք։ Տղաների պատրաստակամությանը զուգահեռ զինկոմիսարիատների կողմից էլ արվում է հնարավորը զորակոչը կազմակերպված ու պատշաճ մակարդակով անցկացնելու, ազգային բանակի շարքերը միայն առողջ երիտասարդներով համալրելու համար։ Հովհաննես Պարաշյան, Եղիշե Սողոմոնյան, Զինուշ։ 2018 թվականի ձմեռային զորակոչին մաղթում խաղաղ երկինք ու որ ամենակարևորն է թող ինձ ծառայություն սահմանափակի ու մենակ նմանատիպ բաղավունքներով։ Ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող միջոցառումները կատարելագործելու նպատակով Պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է համապատասխան աշխատանքների կատարման պլան ժամանակացույց։ Ինչ փոփոխություններ են նախատեսվում եւ ինչու, այս հարցերի պարզաբանման համար այժմ մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատում։ Թույք տաք, պարոն գեներալ։ Պարոն սպանող։ Շնորհակալ եմ ընդունելության համար։ Եվ այսպես որոնք են առաջիկա զորակոչի շրջանակում նախատեսված հիմնական փոփոխությունները։ Ցանկացած փոփոխություն կապված զորակոչի գործընթացը դա հասարակության մեջ, առավելևս զինակոչիկների, դա վստահություն է ներշնչում թե զինված ուժերին, թե հատկապես նրանց պաշտպանության նախարարին եւ մնացած այն կառույցներին, ովքեր որ զբաղվում են զորակոչային աշխատանքներով։ Այս պահին աշխատանքներ են ընթանում հավաքակայանում, որ ծնողների համար կահավորենք սպասասրահ, որ ծնողները այսուհետև դրսում չսպասեն, այլ սպասեն սպասասրահում։ Իսկ սպասասրահի ներսում համապատասխան տեսադիտարկման միջոցներ տեղադրենք, որպեսզի ծնողները անմիջական մասնակցություն ունենան զինակոչիկների թե վիճականության գործընթացին եւ թե զինվորական համազգեստի հագցնելու ընդհանուր աշխատանքների։ Նաև սպասասրահներում թե ժամկետային զինծառայողների, որոնք արդեն նախընտրելուց հետո նախորոշումից հետո պետք է սպասեն եւ մեկնեն զորամասեր, ծնողների սպասասրահում ներկայացվելու են Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան քարերապատերազմին նվիրված մեր հերոս զավակների, զինվորների, սպաների կողմից իրականացված հերոսական դրվագները։ Դա հետ մեկտեղ լինելու են ոգեշնչումներ եւ ռազմահայրենասիրական երաժշտություն։
Ինչպես կգնահատեք այս օրերին հանրապետության զինկոմիսարիատներում ընթացող նախապատրաստական, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքները, մասնավորապես օրինախախտումները բացառելու առումով։ Այս պահեդրությամբ արդեն անցկացրել ենք մի քանի կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստեր, որովե լուրջ խնդիրներ, փաստավորումներ չունեն։ Խիստ ցուցում է տրված, որպեսզի յուրաքանչյուր զորակոչի անձնական գործերը բուժ հետազոտման ուղարկելու հիմնավորումները լինեն օրենքի տառին եւ պահանջներին համապատասխան։ Ասեմ, որ օրինականությունը պահպանելու համար շատ խիստ ցուցում է տրված բոլոր շահագրգիռ կառույցներին, զինվորական կոմիսարիատներին, բժշկական հանձնաժողովներին եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամներին։ Առավել ևս կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամներին միջև նիստեր սկսելը ստեղ հանրապետական զինվորական կոմիսարիատում իմ կողմից շատ խիստ հրանգավորում է հասկացվել յուրաքանչյուր բժիշկ մասնագետի հետ, որպեսզի բացառեն անօրինականության դեպքեր հանձնաժողովի աշխատանքներում։ Հիմնական, եթե մեկը փորձի անօրինականություն գնալ միջնորդությամբ հանդես գալ, հիմնական փաստաթղթերը, որ պետք է կեղծվեն, կեղծվել են բժշկական հաստատություններում։ Եթե բժշկական հաստատություններում հետազոտման տվյալները համապատասխանեն իրական տվյալ զինակոչիկի հիվանդությանը, երբևիցե որևէ մեկը չի կարող միջնորդությամբ հանդես գա, օգնի եւ անօրինական գործողություններ կատարի։ «2017 թվականի առաջի զորակոչի բոլոր զինծառայողներին, նորակոչիկներին մաղթում եմ բարի ծառայություն»։ Այս զորակոչի ընթացքում նախատեսված հիմնական փոփոխություններից մեկն էլ զորակոչիկների հանդերձավորումն է հենց հանրապետական կենտրոնական հավաքակայանում։ Այս առնչությամբ ինչ կարող եք ասել։ Ցուցումը տրված է հանրապետական հավաքակայանում համապատասխան շենքային կառույցները արդեն վերանորոգվել են եւ պատրաստ են այս աշխատանքները հենց զորակոչի ընթացքում իրականացնելու համար։ Միանշանակ դա ճիշտ է եւ ժամանակին է առավել ևս ձմեռային պայմաններում, քանի որ զինակոչիկները շրջաններից որ տեղափոխվում են կենտրոնական հավաքակայան, որից հետո կենտրոնական հավաքակայանից տեղափոխվում են արդեն նախորոշված զորամասեր, բավականին ժամանակ անցնում են ճանապարհներով։ Այդ ժամանակահատվածում որպեսզի չմրցեն, հետագայում առողջական խնդիրներ չառաջանան, միանշանակ անհրաժեշտ է, որպեսզի հագցնենք զինակոչիկներին հանրապետական հավաքակայանում, առավել ևս տաք ձմեռային զինվորական համազգեստներ, որից հետո տեղափոխենք արդեն իսկ նախորոշած սահմանային զորամասեր։ Զորակոչի գործընթացում կարևոր օղակներից է նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովը։ Այս օրերին հանձնաժողովն իր կազմով փորձակնության է ենթարկում հանրապետության զինկոմիսարիատներում նախնական բուժզննում, ինչպես նաև քաղաքացիական բուժ հաստատություններում հետազոտություն անցած զորակոչիկներին։ Աշտարակ քաղաքում կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին հետևել է իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Ինչպես յուրաքանչյուր զորակոչի շրջանակում, այնպես էլ հերթական ձմեռային զորակոչին ընդառաջ կենտրոնական բժշկական հանձնաժողովն աշխատանքային այցով Աշտարակ քաղաքում էր։ Հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի գլխավորությամբ ու հանձնաժողովում ընդգրկված բժիշկների մասնակցությամբ բժշկական հանձնաժողովը բուժփորձակնության ենթարկեց Աշտարակ, Թալին եւ Ապարան քաղաքների զինկոմիսարիատներում ու քաղաքացիական մասնագիտացված բուժհաստատություններում նախնական բժշկական հետազոտում եւ փորձակնություն անցած զորակոչիկներին։ Պիտանի է արդյոք զորակոչիկը ժամկետային զինվորական ծառայության, թե կճանաչվի ոչ պիտանի։ Գուցե նաև ստանա տարկետում այս ընթացքում առողջական խնդիրները կարգավորելու եւ հաջորդ զորակոչին կրկին ներկայանալու նպատակով։ Որոշումը կկայացնի կենտրոնական բժշկական հանձնաժողովը իրականացված համապատասխան բժշկական փորձակնությունների արդյունքում։ Ինչ փորձակնություններ են իրականացրել հանձնաժողովի բժիշկ անդամները եւ ինչ եզրակացություններ կայացրել։ Այս մասին կտեղեկանանք տեղում։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովն իր գործունեության արդյունքում փորձում է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձակնության գործընթացում գործնական եւ մեթոդական օգնություն ցուցաբերել զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին։ Այն մի մարմին է, որի գլխավոր գործառույթներից մեկն է զինակոչիկների հետազոտման եւ բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համագործակցել հանրապետության առողջապահական մարմինների հետ։ Ըստ անհրաժեշտության զորակոչային տարիքի անձանց լրացուցիչ հետազոտման ուղարկելով հանրապետության լավագույն բուժհաստատություններ։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկ մասնագետները կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշտարակի զինկոմիսարիատում անցկացվող նիստի ժամանակ զորակոչիկների առողջական վիճակի մասին գրավոր եզրակացություններ ներկայացրին Հանրապետության զինկոմիսարին։ Անհրաժեշտության դեպքում զինկոմիսարն ու հանձնաժողովի անդամները տեղում լրացուցիչ զննումներ կատարեցին։ Բժիշկ մասնագետները զինկոմիսարին ներկայացրին իրենց եզրակացությունները։ Քիչ չէին այն զինակոչիկները, որոնց համար բժիշկները տարկետում էին սահմանել։ Սակայն ինչպես հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Մինասյանն է նշում, տարկետման իմաստը զինակոչիկներն ու նրանց հարազատները հաճախ շփոթում են զինվորական ծառայությունից ազատվելու հետ։ Եվ ստացվում է, որ բուժման համար սահմանված ժամանակահատվածը նպատակային չի դառնում։ Միայն ծնողների մեղքը չի, ես կասեի, որ առողջապահական հիմնարկներն էլ չեն հետևական չեն լինում բուժումներն իրականացնելու համար։ Զորակոչիկը ներկայանում է թոքաբորբով ուղարկված բուժման ամբուլատոր տնային բուժում ստանալու թղթով։ Նմանօրինակ խնդիրներից խուսափելու համար Հանրապետության զինկոմիսարը տեղի զինվորական կոմիսարին հանձնարարեց անձամբ հետևել զորակոչիկներն արդյոք զբաղվում են իրենց առողջական խնդիրների կարգավորմամբ։ Մեկ այլ խնդրի էլ անդրադարձավ հանձնաժողովի կազմի բժիշկ-թերապևտ Էդուարդ Ավագյանը։ Բժիշկը նշում է, որ պատահում են դեպքեր, երբ զինակոչիկը մինչև զորակոչային տարիքի հասնելը երբևէ հուշաստատությունում հետազոտված չի լինում։ Այդ կերպ բարդացնելով եւ զորակոչային մարմինների աշխատանքը եւ իր զորակոչման գործընթացը։ Կան դեպքեր հիվանդություններ, հիմնականում դրանք էնդոկրին հիվանդություններն են, որոնք որ փորձաքննությունը կատարվում է, նրանց հետազոտությունը եւ եզրակացությունը տրվում է մեկ բուժիմնարկի կողմից։ Մենք այդ դեպքերում ուղարկում ենք հիմնականում ստուգիչ հետազոտության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ եւ եզրակացությունը կայացնում ենք մեր զինվորական հոսպիտալի տրված եզրակացության հիման վրա։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի բժիշկ վիրաբույժը հորդորում է առողջական խնդիրների լուծմամբ զբաղվել մինչև զորակոչային տարիքը։ Առողջ քաղաքացին մեր վաղվա առողջ զինվորն է, իսկ առողջությանը պետք է հետևել մշտապես, որպեսզի այս տարիքում բարդություններ չառաջանան։ Տղաները ինչ խոսք պատրաստական են զինվորական ծառայության մեկնելու առումով, բայց կենտրոնական բժշկական հանձնաժողովի գլխավոր նպատակն է թույլ չտալ, որպեսզի առողջական գանգատներով զինակոչիկը զորակոչվի ազգային բանակ։ Նա նշում է, որ պետության կողմից մշակվել եւ գործում են զորակոչային տարիքի տղաների առողջության վերահսկման եւ կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք զորակոչային տարիքի անձանց թույլ են տալիս լիովին ապաքինվել ու նոր շարք կանգնել։ Իդեպ այդ ծառայությունները զորակոչային տարիքի անձանց մատուցվում են լիովին անվճար պետպատվերի շրջանակում։ Այլ հարց է, թե ինչու զորակոչիկները չեն օգտվում այդ արտոնություններից։ Վիրաբուժական հիվանդություններով փորձաքննություն անցնում են բուն վիրաբուժական հիվանդություններով տառապող, անոթային ուրոլոգիական հիվանդություններով տառապող զորակոչիկները, ինչպես նաև այն զորակոչիկները, որոնց մոտ առկա են ուռուցքային ախտահարումներ։ Հանձնաժողովն իր աշխատանքները հանրապետական մակարդակով կշարունակի մինչև ձմեռային զորակոչի մեկնարկը, զորակոչիկների առողջական վիճակի մասին վերջնական եզրահանգումներ անելով եւ բացառելով ազգային բանակի համալրումը վատառողջ կամ բուժման կարիք ունեցող զինվորներով։ Նաիրա Համբարձումյան, Արթուր Ղարիբյան, Զինուշ։ Մենք զույգ եղբայրներ ենք, շուտով զորացրվում ենք։ Մեր զորացրմանը համատեղ ծառայության գա 17-ի ձմեռային զորակոչը, նրանց մաղթում եմ խաղաղ ծառայություն, ծառայության ընթացքում թող չունենա խոչընդոտներ։ Երկու տարի առաջ էլ նույն բուժհետազոտությունները եւ փաստաթղթային գործընթացներն անցնելով ծառայության էր զորակոչվել մերօրյա հերոսներից մեկը, ապրիլյան քարորյա պատերազմի մասնակից հակառակորդի ուղղաթիռը խոցած Գևորգ Մանուկյանը։ Այսօր էլ նա դրվագ առ դրվագ հիշում է ոչ միայն իր ծառայության տարիները, այլև զորակոչն ազգային բանակ։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենց կողքին սովորում է մեր ժամանակների հերոսներից մեկը, Գևորգի Երևանի պետական համալսարանի ուսանող է, ապագա իրավաբան ու արդեն փորձառու զինվորական։ Ծառայության 2 տարիները մշտական հիշողություն դարձան ու նաև դաս ոչ միայն իր, այլև մյուսների անվտանգության համար։ Մինչև չծառայես, մինչև այդ կյանքը չտենաս, չես կարող լիովին պատկերացնել դա ինչ է։ Այսօր հուզմունքով ու ժպիտով է պատմում ապրիլյան ամենաթեժ օրերի ու իր սխրանքի մասին։ Ձմեռային զորակոչին ընթരാճ ուղերձով ու հորդորով է հանդիպում ընկերներին, հատկապես նրանց, ովքեր շուտով կհամալրեն հայկական բանակի շարքերը։ Զինվորին վայել պետք է իրեն պահի, պետք է ընկերասեր լինի, զինակից ընկերներին հարգանքով մոտենա, հարգանք ցուցաբերի։
Հարգանքի մասին ինքն է ասում, իրեն նույնպես փոխանցել են իր զորակոչվելու օրերին, ընտանիքում, բակում ու ամբողջ համայնքում։ Գյուղի անունը բարձր կպահես։ Այդպես էլ արեց Գևորգ Մանուկյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր է, Հայաստանի Հանրապետությունում էլ արժանացել է Արիության մեդալի։ Սպաները տարիներ շարունակ բանակում են եւ երևի ամենալավը իրենք գիտեն այդ գործը։ Ու նրանց ասածները ճիշտ է։ Ինչ որ ասում են զինվորի համար են ասում։ Գևորգը նաև հորդորում է ցուցաբերել բարձր առաջադիմություն, ծառայությունը դպրոց է, որտեղ կարելի է սովորել ու ելի սովորել, որովհետև մարտի դաշտում ու արտակարգ իրավիճակում օգնության են գալիս գիտելիքը, հմտությունն ու կազմակերպվածությունը, արագ կողմնորոշվելու եւ ժամանակին գործելու համար։ Երբ որ լավ իմանաս քո գործը, քանելիքը լավ իմանաս, ամեն ինչին լավ տիրապետես, ինչ որ վստահված ես քեզ, այդ հարկ եղած ժամանակ դու խոճապի չես մատնվելու եւ կարողանալու ես շատ արագ կազմակերպվել։ Բանակն իրեն արեց, կոփեց, դարձրեց ամուր ու անպարտելի։ Հասարակ տղան դարձավ օրինակ բոլոր սերունդների համար, դարձավ հերոս ու պաշտպան, անհնարինը կատարելով մեկ ակնթարթում։ Հակառակորդի ուղղաթիռը խոնարհվեց նրա հարվածից։ Սահմանից հետ ունեցած ամեն ինչ սկսում ես արդեն գնահատել։ Թե քո կյանքը, ամեն ինչ արդեն ամեն հարցի ուրիշ սեր ես նայում։ Այն ինչ ստացավ ծառայության ընթացքում մեկ օրվա ու մեկ կյանքի համար չէ, այն ժառանգություն է, որ միշտ ուղեկցելու է Գևորգին, փոխանցելով առաջիկա զորակոչերի բոլոր տղաներին, առանձնացնելով հատկապես մեկ գաղափար։ Պետք է վախը հաղթահարել, այլապես հակառակն է լինում հակառակ վերջաբանով։ Դավիթ Դավթյան, Եղիշե Սողոմոնյան, Զինուշ։ Մինչ 2017 թվականի ձմեռային զորակոչի զորակոչիկները պատրաստվում են համալրել ազգային բանակի շարքերը, նախորդ զորակոչերի շրջանակում զորակոչված երիտասարդները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել, ապահովելով մեր սահմանների անձեռնմխելիությունը։ Նրանցից ոմանք բնականաբար առաջիկայում կզորացրվեն հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը հանձնելով նոր հերթափոխին։ Հայրենի հողի յուրաքանչյուր հատված հազարամյակների պատմություն ունի, եւ այդ հողն ու նրա վրա կերտված պատմության սրբորեն պահպանումը յուրաքանչյուր հայորդու պարտքն է։ Ահա այս գիտակցմամբ էլ ծառայում են վեհաշուկ այս բարձունքների տերերը, հպարտորեն կրելով հայրենիքի նորօրյա պաշտպանի վսեմ կոչումը։ Ես օրինակ շատ հպարտ եմ, որ ծառայում եմ տվյալ զորամասում, պահում ու պաշտպանում ենք մեր սահմանը, որ մեր ծնողներն ու մեր հայ ժողովուրդը կարողանա հանգիստ քնի։ Հյուսիսարևելյան տեղամասերից մեկը պաշտպանող զորամասի մարտական դիրքերում ենք։ Այստեղից մինչև թշնամին հեռավորությունն այդքան էլ շատ չէ, մեր այցի պահին տվյալ տեղամասում խաղաղ է։ Սակայն լինում են դեպքեր, երբ բազմիցս պարտություն կրած հակառակորդը փորձում է հիշեցնել իր գոյության մասին, անկանոն կրակ բացելով մեր դիրքերի ուղղությամբ։ Այդ ամենն արդեն սովորական է մեր դիրքապահների համար, եւ նրանք պատրաստ են հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալուն։ Շարքային Ավետիսյանը պատրաստ է մարտին։ Շարքային Ավետիսյանն ավարտել է Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Մինչ բանակ զորակոչվելը բավականաչափ քաջատեղյակ է եղել զինվորական գործին ու առանձնահատկություններին։ Ծառայությանը հարմարվել է հեշտությամբ։ Ծառայությունից տեղյակ ենք շատ մանրուքներից, կարելի ասել շատ հեշտ անցնում է ծառայությունը։ Պետք է քաջություն, անվախություն ու ուշադիր լինել ամենակարևորը։ Դիրքերից մեկում հանդիպեցինք նաև Շարքային Խաչատրյանին։ Նա վերջերս գործուղվել էր Երևան համաբանակային Սպարտակիադային մասնակցելու նպատակով։ Տարբեր մարզաձևերում մրցանակային տեղեր զբաղեցնելով նա վերադարձել եւ շարունակում է ծառայությունը։ Հայկազն իր ֆիզիկական տվյալները զարգացրել է ծառայության ընթացքում, կոփվում ու մարզվում է ամեն օր, որպեսզի հետագա մրցույթներին առավել բարձր ցուցանիշներ արձանագրի։ Վստահ եմ, որ եթե լավ աշխատանքի վրա առաջ տեղով պիտի գան, պատիվ պիտի բերեմ մեր զորամասին։ Մարտական հերթապահություն իրականացնող 18-ից 20 տարեկան տղաներին նայելով խորապես համոզվում ենք, որ յուրաքանչյուրը պատրաստ է ամեն գնով պաշտպանել իրեն վստահված սահմանը։ Չնայած բարդ եւ պատասխանատու ծառայությանը նրանց շրջանում առավելապես նկատվում են ոգևորություն ու հպարտություն։ Քեզ զգում ես որպես զինվոր, որ քեզ սիրում են բոլորը, հարգանքի եւ քեզ վստահ ես զգում։ Եվ դա մեզ հերիք է, որպեսզի մենք հանգիստ կանգնենք այստեղ ու դժվարությունները հեշտությամբ հաղթահարենք։ Կարելի է ասել, որ դիրքային ծառայությունն ամենօրյա հերոսություն է։ Առաջնագծում հոգեբանական առավելությունը միանշանակ մեր կողմն է։
Համոզվելու համար բավական է մեկ անգամ խրամատում տեսնել հայ զինվորին։ Դե ամենաառաջինը պետքա շատ զգոն լինեն ու պատրաստ լինեն ամեն ինչի համար, էլի, որովհետև չես կարող ասես ինչ կարա լինի։ Տղեկ դուխով եղեք, կգաք ստե, կտենակ էլի ամեն ինչն է, դժվարություններ ճիշտ է շատ կա, բայց դե ամեն ինչին էլ կսովորեք։ Լիքը դժվարությունների մեջով ես անցնում բանակում ու արդեն քաղաքացիական կյանքում արդեն ամեն ինչ հիմնականում հեշտ է էլի լինում։ Ողջունում եմ իմ կրտսեր եղբայրներին, ովքեր դեռ նոր պետք է զորակոչվեն բանակ, ցանկանում եմ նրանց քաջություն եւ մաղթում, որ հպարտությամբ ծառայությունը տանեն եւ այդպես էլ վերադառնան տուն։ Յուրաքանչյուր դիրք մի փոքրիկ օջախ է, բանակն էլ մի մեծ տուն, ընտանիք, որտեղ բոլորը զբաղված են մեկ գործով՝ հայրենիքի պաշտպանությամբ։ Եվ նրանց ծառայության, աչալրջության, կամքի ու վճռականության վկայությունն են մեր երկրում բացվող խաղաղ արշալույսները։ Կարեն Պետրոսյան, Արամ Սիմոնյան, Զինուշ։ Եթերում Զինուշ հեռուստածրագրի Զորակոչ 2017 հատուկ թողարկումներ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Բարի ծառայություն մաղթենք ինչպես ազգային բանակը համալրած պարտադիր ժամկետային զինծառայողներին, այնպես էլ նրանց, ովքեր 2017 թվականի ձմեռային Զորակոչի շրջանակում համալրելու են հայրենիքի նորօրյա պաշտպանների շարքերը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։